Բարև ձեզ, այսօր ուսումնասիրում ենք 4-րդ թագավորաց 13 և 14-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք մարդկային տկարությունը, Աստծո անսահման ողորմությունը և Եղիսե մարգարեի վերջին օրերը։ Նույնիսկ երբ Իսրայելի թագավորները շարունակում էին հեռանալ Աստծուց, նա չէր կործանում նրանց իր ուխտի և ողորմության պատճառով։ Իսկ Եղիսեի մահից հետո էլ նրա ոսկորներին հպված մեռելը հարություն առավ։ Եղիսեն Քրիստոսի նախատիպն էր։ Նրա մահը կյանք պարգևեց մեկ ուրիշին, բայց Հիսուս Քրիստոսը գերազանցեց սրան։ Հիսուսը միայն հրաշքով կյանքի չբերեց մեկ մարդու, նա իր մահվան և հարության միջոցով հավիտենական կյանք պարգևեց բոլոր նրանց, ովքեր հավատում են իրան։ Հալելույա։ Եղիսեի ոսկորները գերեզմանում էին, բայց Հիսուսի գերեզմանը այսօր դատարկ է։ Փառք Տերոջը, ինչ է սա նշանակում մեր կյանքի համար այսօր, սիրելիներ։ Առաջինը, Աստծո ողորմությունը անսպառ է։ Եթե դու զգում ես, որ հեռացել ես Աստծուց կամ սխալներ ես թույլ տվել, հիշիր, նա պատրաստ է ներելու և վերականգնելու քեզ։ Երկրորդը, կյանք մահվան փոխարեն։ Եթե քո կյանքում կա մեռած հույսեր, հարաբերություններ կամ երազանքներ, Հիսուսի հարությունը ուժը կարող է նորից կյանքի տալ։ Այսօր հպվիր Քրիստոսին հավատքով։ Նա կենդանի է և ունի զորություն հարություն տալու քո հոգուն։ Շնորհակալություն դիտման համար։ Թող Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։